Հայք News-ի հարգելի հետևորդներ, այս պահին գտնվում ենք Վանի վանքի մոտ եւ այստեղ տեսանք մեր հայրենակիցներին, կխնդրեմ կներկայանաք եւ կիսվեք ձեր տպավորություններով։ Ես Սոնան եմ։ Որտեղից եք եկել։ Ես եկել եմ Կրասնոդարից։ Ահա։ Ես եկել եմ Արարատից։ Քույրիկս Արուզանան, եկել ենք մեր տատիկի պատիկի երկիր։ Մենք մանկուց լսել ենք մեր տատիկի պատմությունը, ինքը 7 տարեկան է եղել, որ Վանից գաղթել են եղեռնի ժամանակ։ Եվ այսօր մենք իմացանք, որ մենք գիտեինք, որ տատիկի տունը գտնվել է Այգեստանում։ Եվ այստեղ Այգեստանն է։ Պահպանված մի մասն է, եկանք եզրակացության, որ տատիկի տունը գտնվել է այստեղ, որովհետև ինքը պատմում էր, որ մեր տունը եղել է 2 հարկանի տուն, բալկոնից մենք տեսել ենք Վանա լիճը, եկանք եզրակացության, որ տատիկի տունը գտնվում է այս մասում, և շատ հպարտ ենք ու լցված շատ էմոցիաներով, որ իր երազանքը մենք կատարեցինք։ Ինչ եք կարծում, երբ կգա այն պահը, որ կրկին մերը կլինի, կվերադարձնենք։ Ես հույսով եմ, որ կլինի, այդ պահը կգա, եթե հայ ժողովուրդը մի քիչ խելքի գա եւ մտածի ու միանան, համախմբվեն, որովհետեւ սենց մենք ոչ մի բան հետ չենք բերի։ Այսինքն հիմա հայ ժողովրդի մեջ պառակտում եք նկատում։ Այո։ Շնորհակալություն։ Միասնանան, համերաշխ ապրեն իրար հետ, մի խելքի գան, մտածեն, ոնց հետ բերեն։ Խելոք մարդիկ շատ ունենք, պետք է լսեն։